եւ սրբեսի ողկույզս խաղոյս այս նշանավ Այսօր խաղողներքի օրն է, ինչպես գիտեք, մենք ներկայանում էինք հացնուգինին, տերկենթանին խորագրով, գութան ենք անում, ցանքս ենք անում, ջրում ենք, անձրևաբեր ծես ներկայացրեցինք, նուրի կանչեցինք, ջրեցինք մեր սորենը, հետո հնձեցինք, ալսեցինք, տարանք ջրաղաց, կամ արեցինք եւ ջրաղացում արդեն վերջնական ստացանք ալյուրը, որտեղից էլ որ ստանում ենք հացը ալյուրից։ Մեր մշակույթում բազմաթիվ ծեսեր ու ավանդույթներ կան, մեր սուրբ գործն է ժողովրդի մեջ տարածել դա, հնարավորինս վերապրել։ Ամեն տարի մենք մասունքով անհամբեր սպասում ենք այս համագործակցությանը, տարեց տարի մարդկանց սերը դեպի իրենց մշակույթը ավելանում է, մարդիկ սկսում են ճանաչել իրենց մշակույթը։ Այս տարի նկատեցի, թե ինչքան շատ են օտարերկրացիները ու իրենք էլ ակտիվ մասնակցում էին երգի բառերը հայերեն չիմանալով, բառերին միանում էին ու ակտիվ մասնակցում։ Նախ ուզում եմ ասեմ, որ առաջերկը ստացա շատ ուրախացա, որովհետև ես ինքս մեծացել եմ ավանդական ընտանիքում եւ ամեն գնով ուզում եմ պահպանել մեր հայկական ավանդական ծեսերը եւ փոխանցել դա իմ աղջիկներին։ Անչափ շնորհակալ եմ, որ վստահվել էին ձեզ գեղեցիկ ծիսական միջոցառումը վարելու համար։ Первый раз нахожусь в Армении, в городе Երևան։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Մարդիկ այստեղ շատ ջերմը հյուրընկալ են, իսկ միջոցառումները բազմազան։ Հատկապես խաղողներքի այս միջոցառումը եւս մեկ անգամ ապացուցում է, թե որքան մեծ նշանակություն ունի ավանդույթների պահպանումը հայ ժողովրդի համար։ Ես պատրաստում եմ կարպետ, շատ հետաքրքիր է, շատ շնորհակալ ենք, որ կազմակերպել են այսպիսի միջոցառում ու հնարավորություն են տվել բոլորիս Սփյուռքի հայերին այս ամեն ինչին ծանոթանալու։ Հայկական մշակույթի մեջ կավը շատ մեծ տեղ ունի, սափորներ, տնային տարբեր կահկարասի հիմնականում կանայք են պատրաստել եւ թրծվել են թոնիրներում շատ երկար ժամանակ, որպեսզի բարձր ջերմաստիճան ապահովեն եւ կավը կարծրանա։ Քաշեցեն մեզ տարա, նանեն գատեն թղի, նանեն գատեն թղի, մեր թոնիրը երավարի, ծուխը կապի գյուղովարի, նանեն գատեն թղի, նանեն գատեն թղի։ Տարածվեստը երկրորդ տարին շարունակ համագործակցում ենք երազայգու հետ եւ համակազմակերպիչ կազմակերպում ենք երազայգու հետ համատեղ։ Այս անգամ ներկայացված էին 6 հավաքածու։ Մեր նպատակն է իհարկե ժամանակակից հագուստի մեջ ներառել մեր ազգային մոտիվները եւ դարձնել կրելի եւ արդի թե ամենօրյա հագուստի մեջ, թե երեկոյան հագուստների մեջ։ Հենց այդ պատվին էլ Լիլիթը այս հավաքածուն կոչել է Future of the Past, անցյալի ապագա։ Մեր մաշուն դաշտում ներկա, մեր սաստու սալու ներկա